Լավ, պապա, ինչ ես կանգնել, բացարա նամակը։ Ես վախեցած եմ, Ջոնի, չեմ հասկանում, թե ինչպես ես, քո հայրը կարող է այսքան ահաբեկվել։ Չի երևում, որ վախեցած ես, պապա, նամակը ումից է։ Ատլանտիկ ամսագրից։ Դու հիշում ես այն պոեմները, որ ես գրեցի նրանց համար, երբ պարոն Մակգրեգորն արդեն այստեղ էր։ Հա, երևի նրանք գնել են այդ բանաստեղծությունները։ Գնել են, ինչպես չէ։ Նրանք բանաստեղծություն չեն գնում, Ջոնի, նրանք մարդուն ահաբեկելով մերցնում են։ Բեն Ալեքսանդր 2-2-2-6 Սան Բենիտո Բոգոտա Ֆրեզնո Կալիֆորնիա Նամակը քեզ է հասցեագրված, պապա, բացարա։ Ահաբեկված եմ ասացի։ Ես սոսկահար եմ ու ամոթահար։ Այս պոեմները հոյակապ էին, ինչպես կարող է պատահել, որ ես ահաբեկվեմ, Ջոնի։ Մի վախենա, պապա։ Ինչու նրանք բարձրաձայն փառաբանում են ամեն ինչ, բացի այն ամենից, որ լավագույն է։ Ինչու նրանք գործանում են իրենց մահվան գործիքների ետևից վազելով և դեն են նետում այն ամենը, ինչ կյանքի առաջադիմության է վերաբերում։ Ես այս բանը չեմ կարողանում հասկանալ։ Հավատս խախտվել է ամեն ինչի նկատմամբ։ Մի հուսահատվիր, պապա։ Ով է այդ գրողի տարած Ատլանտիկ ամսագիրը։ Հեռացիր, Ջոնի։ Գնա այստեղից։ Գնա, խնդրում եմ։ Լավ, պապա։ Դուք խելագարներ, ողբալի ապուշներ, առաջ սպանեցեք բոլորին, պատերազմ հայտարարեք մեկըտ մյուսին, շողովեք մարդկանց հազարներով և հոշոտեք նրանց խեղճ սրտերը, նրանց խեղճ հոգիները, նրանց թշվառ մարմինները, տգեղացրեք նրանց, պղծեցեք նրանց երազները, խեղեցեք նրանց իրար հանդեպ ատելություն բորբոքելով, ապականեցեք կյանքի առասպելը, դուք խելագարներ, քանզի ձեր մեծությունը չափվում է ձեր գործած ավերմունքի շատությամբ, դուք եղկելիներ ու ամնորեններ, առաջ, թող որոտան ձեր անզոր թնդանոթները, դուք ոչ մի բան սպանել չեք կարող։ Աշխարհում բանաստեղծներ միշտ կլինեն, Ջոնի, 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 Պապա, դու նախաճաշել ես, Ջոնի։ ես քաղցած չեմ, պապա։ Ներս գնա և կեր։ Ես քաղցած չեմ։ Արա ինչ որ ասում եմ։ Մինչև դու չուտես, ես չեմ ուտի։ Ես քաղցած չեմ, Ջոնի։ Ես կգնամ պարոն Կոսակի մոտ։ Տեսնեմ մի բան կարող եմ ճարել։ Ոչ, Ջոն։ Ջոնի։ Ես կարծում էի, թե մենք մի քիչ փող կստանանք, Ջոնի։ Ես չէի կարծում, որ այսպես կստացվի։
Դե հիմա ներս գնա եւ կեր ջոնի։ Դու էլ պետք է մի բան ուտես։ Ներս գնա ջոնի։ Պապա, եկ ուտենք։ Ուտենք ջոնի։ Դու խաղող սիրում ես, պապա։ Իհարկե սիրում եմ, խաղողը լավ բան է ջոնի։ Իմ սիրտը լեռներումն է։ Պապա, իսկապես այդ տունը նման է բանտի։ Երբեմն թվում է նման է, իսկ երբեմն ոչ։ Ուզում եմ ասել, քո կարծիքն ինչ է, նա տան կարոտ կզգա։ Ես կարծում եմ կզգա ջոնի։ Երանի ետ գար։ Ինչպես կուզեի տեսնել նրան։ Ես շարունակ նրան եմ հիշում։ Ես էլ։ Նա ետ կգա, պապա։ Ես կարծում եմ կգա ջոնի։ Սիրուն երիտասարդ էր, չէ։ Խոսքդ այն երիտասարդի մասին է, որ տարավ նրան։ Այն երիտասարդ տղամարդը, որ այնպես բարձրաձայն խոսում էր, կարծես ճարում էր ժողովրդին։ Գեր, պապա, վերցու։ Ոչ։ Այդ քո բաժինն է, ջոնի, ես հաշվեցի։ Դե լավ։ Պապա, սա գողություն է։ Ոմանց կարծիքով գողություն է, ջոնի, իսկ ոմանց կարծիքով ոչ։ Իմ կարծիքով դա գողություն չէ, ջոնի։ Դու վազերի վրայից քաղեցիր այնպես չէ։ Վազերի վրայից քաղեցի, պապա, զգուշությամբ։ Ուրեմն դա լրիվ գողություն համարվել չի կարող, ջոնի։ Իսկ երբ կարող է դա գողություն համարվել։ Գողություն է համարվում, ջոնի, երբ անարժան մարդու մեկը վնաս է հասցնում մի անմեղ էակի, օգտվելով եւ ուժեղանալով նրա հաշվին։ Ովքեր էին այդ մարդիկ։ Հենց այնպես, ջոնի, անցորդներ էին։ Ինչի մասին էին խոսում։ Հենց այնպես, ջոնի, խոսում էին։ Քեզ ամուր բահիր, պապա։ Ես ոգով ամուր եմ, ջոնի։ Թող աշխարհ լինի եւ Աստծո սերը ամենուրեք։ Մանրուկները թավաքիր, ջոնի, մարե հանդե կերտանք։ Գնանք, ջոնի։ Մենք որ գրողից օծնենք գնում, պապա։ Այդ միևնույն է, ջոնի, դու միայն հետևիր ինձ։ Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, պապա, բայց ինչ որ միտեղ մի բան սխալ է։